7-8 տարի առաջ նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամ էր, 16,000 դրամ, հիմա 36 է, դարձավ 46,000, գումարած 20, գումարած 2%, 22% հետ վճար, այսինքն եվս 10,120 դրամ ավելացավ, այսինքն 46-ը դարձավ 56,120 դրամ, նվազագույն աշխատավարձ կենսաթոշակը 16,000 դրամ էր, հիմա ստացվում է 56,120 դրամ, սա ավելի քան 3,5 անգամ է, այսինքն նվազագույն կենսաթոշակը 3,5 անգամ ավելացավ, չի ավելացել 5%, 10%, 20, 40, 70, 80, 3,5 անգամ, ահա թե ինչպես օրինակ մեկ օրինակով տնտեսական աճը եւ կամ մեր երկրում տեղի ունեցող տնտեսական աճերը մարդու կյանքի որակի վրա փոփոխություն են ունեցել։ Երկրորդ օրինակը, արդեն կարող եմ այլ ոլորտից բերել։ Երբ որ մենք համեմատում ենք գրանցված աշխատատեղերի քանակը 2017 թվականի դեկտեմբերին եւ 2025 թվականի դեկտեմբերին ավելացել է 288,500-ով։ Այդ 288,500 դրանք մարդիկ են։ Այդքան ընտանիք կամ մոտ այդքան ընտանիք եւ դա նշանակում է աշխատանք, բարեկեցություն եւ այսպես շարունակ եւ եւս մեկ օրինակ բերեմ, չգիտեմ 300 դպրոցի կամ 500 մանկապարտեզի, սա եւս բարեկեցության մասին է, որովհետեւ մեկ այլ իրավիճակ է, երբ որ երեխան օրինակ ընդհանրապես չունի մանկապարտեզ գնալու հնարավորություն, մեկ այլ իրավիճակ է, երբ որ ինքը ունի այդ հնարավորություն եւ ինքը գնում է նոր վերանորոգված, կահավորված նոր գրենական եւ մնացած տեխնիկայով, ուրեմն մանկապարտեզ կամ ենթադրենք մեկ այլ իրավիճակ է, երբ որ գնում է մի դպրոց, որը կառուցվել է 60-ական թվականներին եւ երբեք չի վերանորոգվել եւ գնում է ամբողջովին վերանորոգված եւ հագեցած դպրոցում, ահա թե ինչպես մարդկանց կյանքի վրա, բոլոր մարդկանց կյանքի վրա տնտեսական աճը ունի շատ կոնկրետ ազդեցություն եւ շատ չափելի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցի երկրորդ մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա TRIP նախագիծը ոչ միայն Սյունիքի, այլ Հայաստանի Հանրապետության վրա արդեն իսկ ունի շատ մեծ դրական ազդեցություն իդեմս խաղաղության հաստատման, որովհետեւ նաեւ այդ նախագծի միջոցով է, որ մեր երկրում արդեն ավելի քան 2 տարի է մեր սահմաններին եւ ըստ էության օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է հաստատվել եւ այդ խաղաղությունը բնականաբար դեռ մենք պետք է ինստիտուցիոնալացնենք, ամրապնդենք, ուժեղացնենք, բայց նաեւ այդ եւ մեր նաեւ քաղաքականությունների արդյունքում է, որ արդեն 2 տարուց ավել է մեր երկրի սահմաններին մարտական պայմաններում մենք զոհ չունենք։ Ասանք իմ կարծիքով այս շարքը ժամերով կարելի է շարունակել